Եվ եկել եք մեր տեսլականը եւ մեր ուժն ու հավատքը կիսելու մեր հետ։ Պարոն Հովհաննիսյան, ձեր սկզբունքներն են, ձեր հայրենասիրությունն է, որ մեզ ոգեշնչում է գնալ առաջ այս պայքարի մեջ։ Մենք գնալու ենք մինչև վերջ, հաղթելու նպատակով, այո, քանզի մեր ներքին թշնամիներն են, որ այսօր քանդում են այս երկիրը, այս համայնքը ընդհուպ արդեն հասնում են համայնքներին, մենք մաքրելու ենք ներքին թշնամիներից մեր Վաղարշապատ համայնքը, այո, գործող իշխանությունը այստեղ չի ղեկավարելու, մենք չենք եկել ղեկավարելու, մենք եկել ենք մեր Վաղարշապատ համայնքի բնակիչների ձայնը տեղ հասցնելու եւ միջև վերջ գնալու, որպեսզի այս ժողովուրդը զգա, որ իրենց ձայնը տեղ ունի Հայաստանի Հանրապետությունում եւ այս ժողովուրդը պիտի պահի սրբությունը, այն պատմությունը, որը մենք ունեցել ենք դարերի ընթացքում եւ Արցախյան առաջի պատերազմից, ինչպես նշեցիք, այս 44-օրյա պատերազմին մեր բոլոր զոհերի այս արյունով թափված, կերտված հողերը, որը մեր ներքին թշնամին կտոր հանձնում է։ Այո, հաղթելու ենք, մենք չենք եկել խոստումներ ուղղակի տալու, մենք ապացուցելու ենք դա գործով եւ ժողովրդի հետ միասնական կարգով։ Այո, մենք չենք ուզում, մեր նպատակը չէ տեղ զբաղեցնել համայնքապետարանում, մեր նպատակն է Վաղարշապատցուն տալ այն ամենը, ինչը դարեդար մինչև այսօր պահել է, տալ խոսքի ազատ իրավունքը, տալ համայնքը, որպեսզի ղեկավարի համայնքը ոչ թե համայնքապետը, այլ ժողովուրդը։ Պիտի ժողովուրդը ղեկավարի այս համայնքը, միանձնյա ղեկավարություն չի լինելու։ Մեր գործող իշխանությունը, այո, պիտի հեռանան։ Այսքանը։ Շնորհակալություն ներկայացնում։ Եթե ունեք որևէ հարցեր, խնդրեմ կարող եք համեցեք։ Ուզում եի նախ հարցնել ինչ օրակարգ կա, ինչ ծրագիր կա առաջին ընտրություններում հաղթելուց հետո որն է լինելու առաջին քայլը, որ դուք անելու եք։ Որպես համայնքի ղեկավար անցնելու դեպքում առաջին քայլը լինելու է համայնքապետարանի եւ կազմավորումը մենք ունենք լավ ընդլայնված ծրագիր, որ ծրագիրը հաստատելու ենք մեր ծրագրերը, որպեսզի առաջ գնանք եւ համայնքը բարձրացնենք ոտքի եւ ժողովրդի հավատքը վերականգնվի այս համայնքի եւ համայնքի ղեկավարների նկատմամբ։ Խոսքը գործնական քայլերի մասին, այսինքն առաջին բանը, որ Քոչարյանի բնակիչը, Վաղարշապատի բնակիչը կունենա, որը պիտի լինի, ինչ եք խոստանում։ Ինչ ենք խոստանում բնակիչներին։ Մենք խոստանում ենք բնակիչներին, որ լինելու է թափանցիկ կառավարում եւ Վաղարշապատ համայնքում, ես ինչպես նշեցի, ղեկավարելու է ոչ միանձնյա ղեկավարություն, այլ ղեկավարելու է ամբողջ Վաղարշապատ համայնքը ժողովուրդը։ Նկատի բնակիչների կյանքում ի՞նչն է։ Այսինքն գույքագրել եք այն խնդիրները։ Դե առաջի խնդիրը լինելու է գույքագրումը, այն խնդիրները, որ գույքագրելու են։ Մենք գույքագրում ենք եւ գույքագրելու ենք մանրամասն արդեն, քանի որ մեր քարոզարշավի ընթացքում նաեւ գույքագրում ենք, դեռ չի ավարտվել քարոզարշավը, դեռ գույքագրելու ահագին բաներ ունենք, կգույքագրենք, հետագայում կորոշենք մեր անելիքները քայլ առ քայլ ըստ ծրագրի։ Հիմա համապարփակ ծրագիր ունի, չէ, ժառանգությունը, բազմավոլորտ, պրիորիտետներով, առաջնահերթություններով եւ այլն։ Ունի նաեւ հավաքական պատասխանատվության սկզբունք, այսինքն միանձնյա որոշման խնդիր չէ, ավականու հետ պիտի քննարկել։ Բայց քո մտքում որպես քաղաքացի կան ասես ծրագրեր ծրագրից, համապարփակ ծրագրից 1, 2, 3 հարց, որ առաջինը պիտի ասես ներկայացնես եւ լուծես շարքային քաղաքացու համար։ Ուրեմն ծրագրի մեջ ներառված են շատ քայլեր, առաջնայինը նշեմ, որ գյուղական համայնքներում եւ քաղաքում այդ խնդիրները, որոնք առկա են, տարբեր են, գույքագրման արդյունքում
վերջնական պատկերը կունենանք, ինչ խնդիրներ են, կբարձրացնենք, այո, բայց խնդիրների գյուղական համայնքներում հիմնական խնդիրը գյուղատնտեսությունն է, անասնաբուծությունն է, ջերմոցային տնտեսությունն է, որը պիտի զարգացվի եւ զարգացվելու է, քաղաքում հիմնական խնդիրն է պատմամշակութային արժեքների պահպանումը, տուրիզմի զարգացումը, դրանք բոլորը քայլ առ քայլ գնալու ենք առաջ, իրականացնելու ենք սոցիալ-տնտեսական, որի արդյունքում զարգանալու են նաև սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այո, ներդրումներ ունենք կապեր արտասահմանում բնակվողների հետ, որոնք այս պահին էլ Վաղարշապատ համայնքում կատարում են բարեգործություններ, միջոցներ են ձեռնարկում այստեղ դեպի լավը փոխելու, մենք զարգացնելու ենք կապը գյուղացու, քաղաքացու միջև, գյուղացու եւ քաղաքացու կապը զարգացնելու ենք եւ պահելու ենք այդ դրսում բիզնեսներով զբաղվող անձանց հետ, որպեսզի կարողանան կատարել այստեղ ներդրումներ կատարել եւ ծրագրերը գնան առաջ։ Պարոն Հովհաննիսյան, բավականին հետաքրքիր ցուցակ է հաշվի առնելով նաև այն, որ այդտեղ ներառված է գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի դուստրը եւ քարոզարշավի բավականին ակտիվ է նրա այրին Տիկին Նազիկ Ամիրյանը։ Ինչպես ստացվեց նախ ձեր համագործակցությունը, ինչպես որոշեցիք, որ այդպես պիտի գնահատությունների եւ Արգիշնի Մերխակյանի հետ կապված արդեն բազմաթիվ ահազանգեր են հնչում, վարչական ռեսուրսի կիրառման հետ կապված, խախտումների հետ կապված, բարեգործության անվան տակ քարոզչություն իրականացնելու հետ կապված, այս առումով ինչ կարող եք ասել։